Ինչպես արդեն նկատեցիք, ես երկար տարիներ զբաղվում եմ բոքսով։ Այ հենց այս ռեակցիայի պատճառով զբաղվում եմ բոքսով, իդեպ։ Ու գիտեք, իմ համար շատ աբիդնի է, որ իմ իրական կյանքում կռիվներ չեն լինում, որովհետև ես բոքսի վրա ծախսում եմ իմ էներգիան, ժամանակը, փողերը եւ կռիվ չի լինում։ Ես արդեն ման եմ գալի այդ կռիվները։ Պապան ինձ ուղարկում է սիգարետի, ասում եմ, քեզ պետքա դու գնա։ Դες ուզում եմ կռիվը լինի, ես գնում եմ կասա, ինձ ասում են քարտով թե կանխիկ, ասում եմ ինչ կապ ունի, հաշվեք։ Ես ուղղակի հենց նստում եմ տաքսի, հենց դեմից ասում եմ, որ Նիկոլը այլընտրանք չուներ։ Որտեվ ես ուզում եմ, որ կռիվը կայանա։ Նաև ես ունեմ տերմոս, այո, տերմոսը, բոլորսը գիտենք, տերմոսի միակ ֆունկցիան չէ, էտի ենա, որ դու իրա մեջ ինչ-որ տաք խմիչք լցնես, օրինակ տնից ու տանես հետը դուրս, որ չսառի խմես։ Ես առնելու սենց է ասի, ինձ պետք է ինչ-որ բան, որ լցնեմ մեջը տաք խմիչք, ինքը չսառի, որ ես իրան խմեմ, ասեցին խնդրեմ տերմոս, ու ես այտենց իրան օգտագործում եմ, էլի սենց ինչ-որ տաք բան եմ մեջը լցնում, դուրս եմ գալիս իրանով ու չի սառում, որ խմեմ, ասինքն ուղղակի ես հասկանում եմ, որ դա լավ է, որ չի սառի, իր ֆունկցիան հենց այդ է, որ չսառի, բայց չեմ կարող խմեմ։ Ես ուղղակի ինչ-որ գիժ տղա եմ, էլի, տենց կիպիտոկով քայլում եմ իմ համար, սենց կենտրոնով քայլում եմ, որ մեկ իրան վատ պայի, սենց ցփնեմ դեմքին, էլի, ջուրը վտանգավոր մարդ եմ ուղղակի դառնում։ Չգիտեմ ում միտքն է, էլի, տերմոսը։ Նաև կան մարդիկ, ովքեր որ գնում են հոկեբանի մոտ, հա, գժեր, չէ՞, հոկեբանի մոտ գնացող մարդիկ, լավ է հոկեբանի մոտ գնալը, բայց ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր որ երկար տարիներ մի հատ հոկեբանի մոտ են գնում, ու են որ հպարտանում են, շատ ուժեղ, որ ես արդեն 5 տարի է գնում եմ հոկեբանի մոտ, հպարտանում եմ, որ կարատեի է գնում, էլի, չգիտեմ, դու գիժ ես, դու արդեն շիզոֆրենիայի ծև գոտի ունես, խի ես հպարտանում, ձևակ հոկեբանը քեզ ուղղակի արդեն ձեռ առնում, մտնում ես ներս, ասում է, արայնում գիժն է, արի խոսանք իրար հետ մի հատ։ Դե լավ է, որ սիմպտոմներ կան, չէ, հոկեբանական, դա ավելի շատ իօքուտ այդ մարդկանց է աշխատում, ովքեր որ այդ սիմպտոմները ունեն, չէ, օրինակ SDVG, չէ, ուշադրության դեֆիցիտ եւ հիպերակտիվություն, չէ, հիմա այն երեխեք ովքեր որ ուշադիր չեն, իրենց ասում են SDVG ունի։ Երեխես SDVG ունի, ես էլ եմ տենց երեխա եղել, բայց Heç չի եղել, որ ինձ ասեն, Ժորիկը SDVG-ով է։ Մամային հարցրել են, ասել են տղեկ խի չի լսում, խի ասենց անուշադիր, սլայսի մապուշ լակոտ է, էլի։ Հա, դժվարացել է կյանքը, ճիշտ է, դժվարացել է ապրել, հա։ Օրինակ այն վաղտ ինչ էր պետք ժինգյալով հաց պատրաստելու համար, ընդամենը պետք էր ալյուր, ջուր, ձու, այդ ամեն ինչը հունցել, բացել, ավելացնել կնձմնջուկ, պրպտուկ, շղկրտուկ եւ այլ ուրիշ հայկական խոտաբույսեր, իսկ հիմա ինչ է պետք ժինգյալով հաց պատրաստելու համար, հիմա պետք է կազմել ռազմական ջոկատ, հետ բերել Արցախը, գրավել մեր հողերը եւ հետո առնել ալյուր, ջուր, ձու։ Դիտեք ուզում եմ մի փոքր բնությունից խոսանք եւ կենսաբանությունից, օրինակ կետերը եւ դելֆինները, չէ՞։ Նայ, կետերը եւ դելֆինները դա միակ ծովային կաթնասուններն են եւ միակ ծովային կենդանիներն են, ովքեր որ ունեն առնանդամ, պենիս, գիտեք։ Այո, եւ կետերը եւ դելֆինները միակ ծովային կենդանիներն են, ովքեր որ ունեն առնանդամ, քանի դեռ այս տղեն չի մտնում ծով։ Հասկանում եք։ Որտեղ երբ որ այս տղեն մտնում է ծով, կետերն ու դելֆինները հասկանում են, որ վերջ արդեն իրանց կանայք իմն են։ Հասկանում եք։ Ես Արմենն եմ ու ես նենց արտաքին ունեմ, որ երբ որ նստում եմ տաքսի, տաքսու շոֆերները առանց ինձ հարցնելու են սկսում ծխել ավտոյի մեջ։ Ну, ես այս դեմքով չեմ կարող պրոստը ասեմ, որ տաքսու շոֆերը չծխի։
որտեղ ոբշի չի հնչում, էլի, որ ես պայտակ ասեմ, գիտես, երբ որ դու ծխում ես, ես համարվում եմ պասիվ ծխող ու նույն վնասը, որը որ ծխախոտը հասցնում է քեզ, հասցնում է նաև ինձ։ Ես հետի չեմ կարող ասեմ այս դեմքով։ Ես այս դեմքով вообще չեմ կարող դաժե ցածր գնահատեմ տաքսու շոֆերին։ Ну, որտեղ ծիպը ինչը ինձ դուր չեկավ, էլի այդ տաքսու մեջ։ Տաքսու շոֆերները ինձ միանգամից սվոյ են իրանց ընկալում, ու դա ունի իր պլյուսներն ու մինուսները, էլի։ Պլյուսները այնա, որ կարող եմ ճամփին Bluetooth-ով երգ միացնեմ։ Բայց մինուսները ունի, էլի, որովհետև ինձ թվում է sense որ շարունակվի մինչև վերջ տեղ չեն հասցնելու, էլի ինձ։ Տենց դեմի խաշմերուկի վրա կթողեն։ Կասեն, արա դե գնա ոտով կարող է բանն ենք ստեքո համար։ Ամեն անգամ է ձեր նեղ հայատները։ Կաֆեներ կան Երևանում, որտեղ բարձր երաժշտություն է ու մատուցողը ազատ ժամանակ պարում է։ Էդ ինչ է, էլի, որ ոնց թե պարում է, էդի մի տեսակ չես ուզում չայվոյ թողես իրան, էլի։ Ռաստակ քեզ տե դզում է։ Լրվի ինչքան ուզում ես, ես քեզ չեմ խանգարի։ Պրոստը ինձ թվում է 1000 դրամը ինձ ավելի շատ է պետք, էլի, որտեվ ես հեսա կոֆես խմում, մտամ ֆուր դատարկեմ, էլի, ստեից հետո, չգիտեմ դու ինչ ես անում։ Կաֆեներում ու ընդհանրապես փակ տարածքներում Երևանում արգելված է ծխելը, ես կողմ եմ, փակ տարածքներում չի կարելի ծխել, բայց տեղեր կան, որտեղ անիմաստ է արգելել ծխելը, էլի։ Օրինակ պանդոկներում։ Երբ է պանդոկում արգելված ծխելը։ Պանդոկներում են, որ պատերին ծխող մարդկանց նկարները, այդ տեղը չի կարելի ծխել, հասկանում եք։ Պրոստը պանդոկի իմ համար տես տեղ էլի, ասենք որ մատուցողին կաֆեում հարցնես ձեր մոտ որտեղ են ծխում, ասի այստեղ այդ պանդոկ կա, ուզում ես Իչի տա ծխի արի։ Բրաուզերի պրիմիտիվ թակարդներն են ինձ ներվայնացնում, երբ որ ինձ Կրիստինան, որը ապրում է մի կիլոմետր ինձանից հեռու, ինձ գրում է պրիվետ։ Արա այդ ինչ է, արա այդ ինչ թակարդ է, էլի։ Ես ուղղակի ուզում հասկանամ, էսի ինչ լևելի ղզղնացության համար է նախատեսված, էլի։ Այդ դու ով ես, էլի, որ ուզում ես օգտվես, էլի, Կրիստինայի ծառայություններից։ Պրոստի չի թվում էդի ով է օգտվում, էլի։ Ասենք, տենց դեպք եղել է, որ մեկը էդի տենա, ասի «Մամ, պապ, հլեկեք տեսեք ինձ ով է գրում»։ Հերն են դուց, արա ես իմ մեր կոլյայի աղջիկը, չի ես, որ մի կիլոմետր հեռու մեզանից ապրում են։ Լավ լքանի մերեց դե չի, նա ես ում էտ եմ խոսում։ Սեքսը, ժողովուրդ, սեքսը, համ ես խենթանում եմ սեքսի համար, ու սիրում եմ, երբ որ սեքսի ընթացքում ես ներքևից եմ։ Ուղղակի սպասում եմ մինչև ընկերս պրծնի, գա այդ հանգտներով։ Չեմ հասկանում, вообще պարտադիր է ամեն պրոբլեմի վերջում ասել, արա այս շոքն է մի կողմից։ Ինչու է ստխուր սմբատ։ Աղջկաս եմ բռնաբարել, գակ։ Սուս այ ախպեր է շոքն է մի կողմից, գոնե հովին բռնաբարեին։ Աղջիկներ կան է Instagram-ում, որ մտնում ես իրանց էջը փագա, բայց բիոյում սաղ կյանքը գրած է։ Ասում եմ specialist influencer Մաթեոս 4.44 կապույտ աչքերով արվեստը։ Էլ ինչ ես, էլ ինձնից թաքցնում։ Ես այդ աղջիկներին նմանացնում եմ ճապոնական պորնոյի հետ։ Այն որ նայում ես Գիտես ինչա կատարվում, բայց ինչ պետքա փագը արա։ Նկատել եք, որ սրբի նկար ծախողները մաքսիմալ պիղծ դեմք ունեն։ Տպավորությունա չեն ծախում, էլի։ Իրանց պրոստը պետքա ազատվեն այդ նկարից։ Ախպերս վեկալ էլ ինգեր։ Մի տեսակ անօթևան բառը շատ արժեքավոր բառ չի բոմժին նկարագրելու համար։ Ես խի պետք է հիշեմ, որ կլոր օյով է գրվում այդ բառը։ Անօթևանը ավելի շատ արևմտյան Հայաստանում ապրող հարուստ մարդու անուն է, էլի, նավթի գործանող։ Անօթևան բզնունի։ Ինձ թվում է, որ Մեսրոպ Մաշտոցը առաջինը ոչ թե A տառն է հորին է, այլ E տառը,
որ կարանա հետո մնացած տարերը հորինի, էլի։ B։ Պրոստը դեմից չի դրել, որտեվ ըբգդ չի հնչում, էլի մի տեսակ։ Ինձ շատ են ասում, ծյոմ, դու ահավոր քյարթու ես, բայց ես շատ քյարթու չեմ, էլի, ես սենց cute քյարթու եմ, հարմար քյարթու եմ, էդի գիտեք որն է, ես օրինակ օրը 20 անգամ կարամ Դոլյա Վարավսկայա լսեմ, բայց Spotify-ով։ Ես ասենք բերթից ուղարկած խմորից թզբեխ ունեմ, բայց առանց գլյուտեն խմոր է, էլի ինքը։ Չգիտեմ։ Ասենք գերին գեշտիպի քրվում եմ բացի ծանոթ գերից։ Հետո, եթե ես քյարթու լինեի, ես հաստատ ստենդափով չէի զբաղվի։ Ես sense միջին քյարթու եմ, զբաղվում եմ ստենդափով, բայց նենցա մեկը շուտկեքից վրով պուտտվեց, որը կճղեմ, էլի, ես այդքանը կարում եմ։ Կամարա լցովի մառոժնին որը սա արա։ Ասում եմ ինձ մառոժնի դու լցում ես։ Սարքի ախպեր։ Սա ուղղակի հոգու ճիչ էր, կներեք։ Իմ կարծիքով Գագիկ Սուրենյանը մրսելուց չի զարմանում, չի ասում, արա այս ինչ ցուրտ է, որտեվ գիտի էլի որ ցուրտ է ալնելու։ Ինձ թվում է ավելի շատ ինքը ոգեշնչում է իրան։ Ասում է ոչինչ Գագիկ, տավուշում ավելի ցուրտ է, ոչինչ։ Ձգի ախպեր ես։ Ես հասկացել եմ, որ էլեկտրոնային ծխախոտներ, փավ ծխողների մեծ մասը կյանքում չի կերե այն միրգը, ինչի համով փավ է ծխում։ Խոսքի Չարբաղցի սերին ձև չի էլի ֆեյխուա կերած լինի։ Չարբաղցի սերի մոտ ասես ֆեյխուա, կասի արա էդ իմ հետ էիր։ Էդ ինչ ասիր արա։ Ես նկատել եմ, որ շատ Հավայի լուրերը շատ առոգանությամբ են ասում, էլի։ Տեսել եք, որ 26-ամյա Վկետ Սարգսյանը իր Դորջար Մակնիշի Լադա մեքենայով դուրս եկավ հանդիպակաց Բաղրամյանի փողոց, որտեղ խոչընդոտեց խաղաղ բնակչության կենցաղը։ Արա բայց հենց կարևոր լուրա շատ իլայի ենք, էլի ասում։ Սահմանում լարված իրավիճակ է։ Ես այդ երկու լուրը լսելուց ուզում եմ այդհամ տենամ Բաղրամյան այդ տղեն ինչ արել։ Պապիկս կույր էր ու վերջերս մահացավ։ Գնացի հոգեհանգստի այդ արարողությանը մասնակցեմ, մտա սքո սրահ, տատիս ինձ տեսավ, ֆռած պապուս ասեց հել տեսով ա եկե։ Գցենք հելավ, էլի։ Ասա ջոգել եք, որ գերեզման գնալուց սենց թեմա է, էլի, երկ միացնելը ավտոյի մեջ, դաժը ռադիո բան, բայց հենց հետ է գալի, դերախտի ալվան ծաղիկ է, մորցանք ռեսկի տատին, էլի, որ վավշե։ Ես նկատել եմ, որ պապաս ինձ շատ իմ համար, սենց ասամ, պապաս իմ համար շատ անծանոթ մարդկանց պանիխիդաների է գնում։ Խոսքի այն որ ասում եմ պապ ուր ես էթում, ասում է Գագոն է մահացել։ Ասում եմ ինչ Գագո, ասում է Նունեի տղա, ասում եմ ինչ Նունե, ասում է դեմի շենքի, արա նայում եմ դեմը շենք չկա արա։ Պապաս ոբշե շատ է խռռցնում, ահա որ։ Ասենց ասում չեք հավատա անկեղծ։ Պետք է լսեք այդ։ Իրականում գնացել ենք բժշկի, բժիշկը լսեց, ասեց տղա ջան, սա միջնապատի խնդիր չի, սա ձեր ընտանիքի խնդիրն է, խնդրում եմ վեկալ, տար ես ուժ չունեմ։ Հա, ու իրոք այն տիպի է խռռցնում պապան, որ մեր ընտանիքում լրիվ հակառակն է, էլի, ասենք, հենց մաման ու պապան կռվում են, պապան դիվանից հելնում գնում է մամայի կողնակ հելնում, էլի։ Ընդհանրապես հորս հետ ես net շատ չեմ շփվում, այս վերջերս ենք սկսել շփվել ու հիմնականում շփվում ենք գեոպոլիտիկական թեմաներից, էլի։ Մի օր հերս ասում է տղես, տեսար Իսրայելը ոնց խփեց Իրանին։ Ասում եմ հո տեսա, բա դու տեսար որ հյուսիսային Կորեան զորք ուղարկեց Ռուսաստան, արա հո տղես, արա։ Ու ջոգել եմ էլի աշխարհը ինչքան վատանում է, ես ու հերս լավանում ենք իրար հետ։
Եթե մի օր մի հատ պետություն ուրիշ պետության վրա ատոմային ռումբ գցի, այդ օրը ես ու երես ձևա լևի այդ հանք, էլի։ Ես մի հատ ցանկություն ունեմ, ուզում եմ թանգարան առնեմ, ապրեմ այդ թանգարանում, որ իմ մահից հետո լինի ոչ թե տուն թանգարան, այլ թանգարան։ Տղես, այդ ուր էիք գնացել դասարանով։ Գնացել էինք Արտյոմ Հակոբյանի թանգարան։ Կարողա տուն թանգարան, տղես։ Չէ, պապ, թանգարան։ Այդ որ Դալբայոբի թանգարան եք գնացել, արա, չեմ ժողում։ Իմ պապան ունի խմած վախտվա հոբիներ։ Էդի տենց էլի կասիր շքետ ֆլիրտվելն է։ Տենց կասիր շն ապրանքներն ախվում, պապան սենց ինչքան եղավ սիրուն է։ Ну, он դենենց պետք չի ծապտալ։ Ну, он դենենց առևտուր չի էլի, որ ասենք կասիր շն սենց Վաու։ Անդե գարնիա զուքանի թուղթ։ Դժվար կասիր շն սենց։ Ինձ դուր է գալիս ծխելուց քաքող տղամարդու տեսակ։ Իսկ միջև քանի տարեկանն է նեֆր։ Տատիներ կան է ռոզվի մազերով։ Սենց որ Всё, 60-ս լրացավ, ռոզվի մազեր, սեքս, սիգարետ, գնացինք։ Նաև ես ունեմ կատու ու կատվիս համար կեր առնում եմ հավ խանութների ցանցից։ Ну, ամեն անգամ գնում եմ տուն, կատու սենց Հավ արա։ Միավ արա, կատու եմ ես։ Էդի որ առնում ես, էդի հետում է իրանց բյուջը մեր վրա են կրակում հետո։ Ես ջոգել եմ, որ տուն հյուրեր չեն գալի, երբ որ տունը աջապ սանդալ է սարքած։ Դի հոտը Տուն հյուրեր գալիս են, երբ որ դու մտնում ես զուգարան։ Դու զուգարանում նստած ես ու զանգը տալիս են։ Ոնց են էլի իմանում, որ դու զուգարան։ Ալո, երեխեն զուգարանն է։ Երեխեն զուգարանն է, դե գալիս ենք, հեսա եկանք։ Ну, դու չգիտես էլի ինչ անես այդ վաղտ։ Հելնես մի անգամից վրեքը։ Զուգարանում էիր նոր։ Ես այդ վաղտ սպասում եմ միջև իրանք եթան զալ, հետո նոր հելնեմ։ Որն ես չստացվի, որ ես հելնեմ զուգարանից, ձեռը սենց բերի, սեմ մի րոպե լվացվում կամ։ Երեխեք կան է 8 տարեկան, որ բերանը բացում է ջոգում ես, որ գեյ է դառնալու։ Չես ջոգում ինչի, բայց սենց ասում ես, էսի գեյ ապագայում։ Հայրը вообще ամեն ինչ անում են, որ երեխեքը գեյ չմեծանան, պապան ծեծում է, մաման սիրում։ Որ ջոգեն էլի, որ էսի լավն է, էսի վատը։ Սրան սիրում ենք, սրանցից հեռու ենք մնում։ Ես вообще նաև այս ամենի հետ մեկտեղ պատերազմի մասնակից եմ ու հիմա չեմ կարա տուֆտամահով մեռնեմ։ Ես իմ շանսը ունեցել եմ գեղեցիկ ընկնելու։ Չի կարա էլի նենց լինի, որ գնաց Վարշավինոց խալը կդրին մեռավ։ Էդ ինչ մահա պատերազմից հետո։ Չեմ սիրում մարդկանց, ովքեր հայերեն խոսալու ընթացքում ուրիշ լեզուներից մեջբերումներ են անում։ Մարդիկ կան, որ հետը տենց մի կես ժամ խոսում ես, ասում ես լավ, համարը 10, ասում է 0,99 գրի, 85, կամ որ անգլերեն են ուզում ցույց տան, որ գիտեն։ Որ սենց, դե էդի մի քիչ ուրիշ տեղ է, you know? You know? Ջղայնանում են, ասում են fuck։ Արա դու ոնց կարաս fuck բարով ջղայնանաս։ Երեխեք պապիկս եմ ացել, fuck պետք է գնամ տուն։ Նույնի ռուսական սովորածը ռաու, երեխեք բլյաջ պապիկս եմ ացել, կգնամ տուն։
Հայավար էլի անում։ Մեկը չեմ հասկանում մարդկանց, որ sense քյարթույա, կես ժամ հետը խոսում ես, պարզվում է պիզդեց անիմե էր սիրում։ Քյարթու տղա է էլի։ Պրոստա անիմե շը։ Ապա տեսար Նարտոն ինչ արեց ապե։ Նարտոն Սասկեն գցել էր ջեբը չէր հանում ապե։ Արա Օրոչիմարու մորտ գցեց ոտին արա վերջի սեզոն արա։